ճիշտ ասած ես առաջ անգամ Հայաստան եմ եկել 1980 թվականին, երբ որ Պարսկաստանում այդ փլզվեց համակարգը եւ մենք արգելք չկար, որ մենք գայինք Հայաստանը տեսնեինք, որտեվ չէինք տեսել, իրավունք չունեինք մտնենք Խորհրդային Միություն։ Եվ երկար ճանապարհով Թեհրանից Փարիզ, Փարիզից Մոսկվա, Մոսկվայից Երևան, այդ ճանապարհով մենք խումբ հավաքվեցինք եւ եկանք այստեղ ընկերներով։ Առաջին իմ տպավորություններս Հայաստանից 1980 թվականին էր։ Այդ կոմունիստ կարգերին, որը ժողովուրդը ինձ շատ հոգեհարազատ էր, բայց կարգերը շատ անսովոր էին։ Շատ դժվար ստուգումներ անցակ, նախա, հետո, դժվար էր։ Դժվարություններ ունեցել ենք, դժվարություններ ունեցանք այստեղ Հայաստանում, երբ որ մենք մարզական միության անդամներ էինք մեծ մասը Պարսկաստանի, որը վերահսկում էր դաշնակցությունը այդ ժամանակ։ Ես ինքս կուսակցությունների հետ ոչ մի գործ չեմ ունեցել, բայց այդ կազմակերպությունը նրանց վերահսկողության տակ էր։ Եկանք մայիս 1-ին եւ ապրիլ 24-ին Հայաստան էինք այդ տարին 1980 թվականի։ Ապրիլ 24-ին մենք ուրեմն մեր ծաղկեպսակը տարեցինք Եղեռնի հուշարձանին, տակն էլ մեր կազմակերպության փոքր գրքույկը դրեցինք, որ Պարսկաստանում աշխատում է մշակութային, մարզամշակութային այս կազմակերպությունը։ Հետո մեր ղեկավարներին, որոնց մեջ էլ ես հրավիրվեցինք KGB, խիստ նախատանքի, որ դուք իրավունք չունեք քաղաքական գործունեությամբ զբաղվելու, այդ բրոշուրը, որ դրել եք, դրա մեջ քաղաքական խնդիրներ էր առաջացնում, եւ եթե կրկնեք այդ գործը, ձեր այցը շուտ կվերջանա։ Էլ չասենք, հետո կարգել են երկիր մուտքը։ Այո, հետո երկրից դուրս կանենք ձեզ։ Երբ որ գրասենյակից շատ ջղային դուրս եկանք, մեր ղեկավարին կանչեցին ներս։ Գնաց ներս ու մի քանի րոպե հետո շատ ուրախ դեմքով դուրս եկավ։ Ասի ինչ եղավ։ Դու գնացիր այդպես ջղային այս միջակայքում, ինչ ես ուրախացել, ինչու ես ուրախացել։ Վերբով կան։ Ասաց դե երբ որ գնացի, ինձ ասացին, որ մենք խոսեցինք, դա մեր պաշտոնական տեսակետն էր, բայց մեր տեսակետից գնացեք ինչ ուզում եք արեք։ Դա Խորհրդային Միություն էր։ Հրաշալի։ Եվ այդտեղից անդրադարձակ, որ ժողովուրդը մեր ժողովուրդն է։ Մենք ենք այդ ժողովուրդը։ Գիտեք 80 թվականին, որ մենք երներով եկանք Հայաստան, մնում էինք այն ժամանակ Արմենիա հյուրանոցներ, նկողում դե բար կար տուրիստների համար, որ խմիչքը $1 շատ էժան էր մեր համար։ Գիշերներ դուրս ենք այլ փողոց քայլում ենք ժամ 1-ից 2-ից հետո։ Երկրորդ գիշերներ դուրս եկանք քայլելու, ընկերս Հախնազարյան Արմենը, ճարտարապետ, անունը կարող է լսած լինեք, որտեղ ամբողջ կյանքը դրել է հայ ճարտարապետության վրա։ Դուրս ենք փողոցում նայած, ասավ ասֆալտի փողոցը ճաքճքած է, ինչպես կարելի է, ինչու չեն նորոգում այդ բանը։ Մի երկու տեղ ասես բաներ ասած մայթին ես անկյունը քանդված է բանը։ Ասի Արմեն, մոռացել ես Պարսկաստանը, դե ուղիղ ճանապարհ մայթ չկար, ուղիղ ասֆալտ չկար, ամեն ինչ կոտրտված ջարդված է։ Ասում դες նրանց դերս մերն է, մերը լավը պիտի լինի։ Այդպես այդ ձևով էինք մենք մտածում, որ պես պիտի լինի, որ մերն է հետո։ Որ մերն է պիտի ուրեմն ավելի լավը լինի, ավելի լավը պիտի անենք։